Ատոմակայանի հետ կապված ոչ, առաջիկայում մենք արդեն պետք է կայացնենք որոշումներ, բայց գիտեք, այս թեմայի շուրջ մի հատ նոր կոմպոնենտ է առաջացել, եւ այսօր ես կառավարության նիստում էլ խոսեցի դրա մասին, չգիտեմ դուք այդ տեսակետից ընկալեցիք թե չէ կամ լսել եք թե չէ, տեսեք ինչ կա, մենք մեր էներգետիկ ռազմավարությունը պետք է նորից վերանայենք, որովհետեւ հիմա մենք արդեն երկու արհեստական բանականության գործարան ունենք հանրապետությունում եւ այստեղ խնդիր ընդհանրապես չունենք փառք Աստծո էներգետիկ ոլորտում բայց երբ որ ես մեր գործընկերների հետ խոսում ենք եւ միջազգայինոց կառավարությունում էլ է քննարկում եղել արհեստական բանականության ոլորտում ներդրումների մտադրություն ունեցող տնտեսվարողներ իրենք դիմել են եւ եկել են հանդիպման Եվ իրանք ինչ հարց են բարձրացրել, իրանք ասել են, որ այն ծրագրերը, որոնք ունեն, որ իրանք հիմա պատրաստվում են իրականացնել, մեր էներգետիկ ոլորտի կարողություններն ու ռազմավարությունները չեն բռնում։ Այն իմաստով, որ մենք շատ արագ կարող է էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունենանք, որովհետև արհեստական բանականության գործարանները շատ մեծ ծավալի էլեկտրական էներգիա են սպառում եւ մենք հիմա պիտի անդրադառնանք այդ հարցին թե եւ նաեւ մեր էներգետիկ ռազմավարությունները ներառյալ ատոմակայանի հետ կապված թեման համատության մեջ դնենք տեխնոլոգիական ոլորտի ներդրումներ արդեն հաստատված ներդրումային ծրագրերի հետ որպեսզի ապագայում մոտ ապագայում այդպիսի խնդիր չկա ուզում եմ պարզ լինի որպեսզի հասկանանք թե էներգետիկ չսպասված պահանջարկը, որտեղ մենք չենք սպասում եւ այդ նոր պահանջարկը ձևավորվում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամփի հետ իմ ստորագրած մտադրությունների հուշագրի գործողության արդյունքում։ Եվ մենք պետք է նայենք, թե ինչ նոր պահանջարկը կանխատեսվում եւ այդ կանխատեսվող պահանջարկը ոնց պետք է բավարարենք